Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ, բարև ձեզ պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, Կիրակի օրը Հովանավանքում ականատես եղանք պատարագի, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկու կողմից էին, այսինքն հայտարարություններ հնչում, նախ վարչապետը հայտարարեց, որ Հովանավանքից սկիզբ է առնում գործնական այդ գործընթացը մայրաթորը ազատելու, մյուս կողմից էլ որոշ հոգևորականներ եւ նաեւ մայրաթորից էին հայտարարություններ հնչում, որ այդ պատարագը կեղծ է, դա վիրավորում է մայրաթորին, որովհետեւ կարգալույծ արված քահանան է մատուցում եւ այսպես շարունակ, նաեւ մարդիկ կային, որ սկսել էին մարդկանց քանակը հաշվել եւ ասում էին, քանի որ այդտեղ այդքան էլ մեծ քանակությամբ մարդիկ չկային, վարչապետը ըստ էության պարտվեց եւ այդ գործընթացը տապալվեց։ Եվ այսպես շարունակ, եթե մի կողմ թողնենք այս խոսակցությունները կենցաղային, ինչ է տեղի ունենում իրականում եւ ինչ հետեւություններ պիտի անենք նաեւ։ Իրականում Հայաստանում վաղուց է մեկնարկել նախընտրական կամպանիան 26-ի խորհրդարանական ընտրությունների կամպանիան եւ հիմնական ներքաղաքական եւ ցավոք նաեւ ինչ որ առումով արտաքին քաղաքական գործընթացները սահմանվում են եւ բերվում են այդ կամպանիայի շրջանակների մեջ եւ տակ։ Այն ինչ կատարվում է եկեղեցու շուրջ, եկեղեցու մասնակցությամբ, սա շատ կարևոր է նշել, եկեղեցու մասնակցությամբ, դա այդ նախընտրական կամպանիայի մի մաս է։ Նախապես ասեմ, ես շատ բացասական եմ վերաբերվում այդ ամենին, ի սկզբանե ես պնդել եմ, ես շարունակում եմ պնդել, որ ամեն ինչից վեր է եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականության մեջ, եկեղեցին չպետք է դառնա մանրադրամ ներքաղաքական խաղերի մեջ, այդ թվում նաև այն դեպքում, երբ որ այդ ներքաղաքական խաղերում մասնակցում են արտաքին ուժերը, որոնք հովանավորում են որոշակի ուժերի Հայաստանի ներսում։ Եկեղեցին պետք է այդ ամենից վեր լինի։ Ցավոք, եկեղեցու ղեկավարությունը Գարեգին II-ի եւ որոշակի արքիեպիսկոպոսների բոլոր անունները գիտեն, որովհետեւ գնալով ցուցակը մեծանում է։ Տեսքով դա չարեց, դա չընդունեց եւ նրանք դարձան այդ մանրադրամը այդ խաղերի մեջ։ Այն գործընթացները, որոնք դուք նկարագրեցինք, որ շուրջ ծավալվում է այսօր ներքաղաքական դիսկուրսը Հայաստանում, բխում է եւ գալիս է այդտեղից։ Այս ամենը մեկ ընդհանուր, մեկ կամպանիայի մաս է։ Եվ նախընտրական տրամաբանության մեջ է։ Միանշանակ այսօրվա գործող իշխանությունը պետք է ազատվել, թուլացնել, ջախջախել բոլոր հակառակորդներին։ Եվ այնպես է ստացվել, որ հայ առաքելական եկեղեցին իր վերնախավի տեսքով կամ այդ վերնախավի որոշակի մասի տեսքով հանդես է գալիս այդ հակառակորդի կարգավիճակում։ Այն էլ այն դեպքում, երբ որ այդ հակառակորդները որոշակի առումով սնուցվում են դրսից, այն է Ռուսաստանի Դաշնությունից։ Ես սա ցավով եմ նշում, բայց իրականությունը սա է։ Այս բոլոր գործընթացները, որոնք դուք նշեցիք, ընկնում են այդ ընդհանուր տրամաբանության մեջ։ Իսկ այդ հայտարարությունները, պարոն Ստեփանյան, որ վարչապետն էլ օրերս նորից կրկնեց ազգային ժողովի ամբիոնից, որ օրինակ Գարեգին Բեի եղբայրը գործակալ է եւ այսպես ամենատարբեր մեղադրանքներ են հնչում տարբեր հոգեվորականների վերաբերյալ։ Որոնք չեն հերկվում, բայց միաժամանակ նաեւ սրանք լուրջ մեղադրանքներ են։ KGB-ի գործակալ լինելը։ Ես հենց դա եմ ասում, սա շատ լուրջ խնդիր է։ Ես նորից եմ ասում, կարևոր չի դու, ես կամ դուք Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակիցներ են, կողմնակիցներ են կամ այդ կուսակցության անդամներ եք թե ոչ։ Կարևորը տվյալ դեպքում ինձ համար հետեւյալն է։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը լեգիտիմ ընտրված իշխանություններ են։ Ցանկացած ուժ Հայաստանի ներսում, Հայաստանի դրսում, որը աշխատում է այդ լեգիտիմ ընտրված իշխանության դեմ, չի կարող ընդունվել դրական իմ կողմից որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև այսպիսով նրանք աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ, ինքնիշխանության դեմ, անկախության դեմ եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Իմ մոտեցումը սա է. եթե եկեղեցին, դա շատ կարևոր եթե կա, այդ շահկապվածությունը Ռուսաստանի հետ չունենար, եթե եզրասեր չէ անունը, KGB-ի գործակալ չլիներ, ես առաջինը դուրս կգայի եւ իրենց կպաշտպանեի։ Դա մեր եկեղեցին է, իրենք էլ հոգեվոր իշխանություն են եւ
դա իրավիճակ չպետք է լինի, բայց մենք ունենք ցավալի իրողություն, երբ որ եկեղեցին, ես նորից եմ ասում, դարձել է մանրադրամ իրենց ձեռքով։ Իրենք այդ ամբողջ կառույցը, լուրջ ինստիտուցիոնալ կառույցը դարձել են մանրադրամ ներքաղաքական եւ արտաքին, սա էլ պետք է նշենք, քաղաքական խաղերում։ Եվ այդ բոլոր խաղերը աշխատում են մեր պետականության դեմ։ Այս պահին ես նույնականացնում եմ քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին մեր երկրի ինքնիշխանության հետ եւ անկախության, որովհետեւ այս պահին իրենք են ներկայացնում։ Հասկանալի է, չէ՞ որ Ռուսաստանը սիրտը մեզ համար չի ցավում։ Եթե նրանք աշխատում են այս իշխանության դեմ, աշխատում են պետության դեմ, եւ այն բոլոր տրամաբանությունները, գործողությունների, որը մենք ականատես եղանք, առնվազն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից 44 օրան, երբ որ մեկնարկեց Ռուսաստանի պահվածքը, խոսում էին մասին, որ Ռուսաստանը մեր ընկերը չէ եւ բարեկամը չէ։ Հիմա եթե այդ մարդը գործակալ է, ԿԳԲ-ի գործակալ, ինչը ինքը չի հերքում, արդյոք դա չի նշանակում, որ Ռուսաստանի ԿԳԲ-ն, Ռուսաստանի ՖՍԲ-ն չի կարող չաշխատել Հայաստանի դեմ, եւ դա բոլորը գիտեն, սա փաստ է։ Դրա համար ինձ համար կոնկրետ այդ մարդիկ, այդ վերխուշկան, հա, այսօրվա հայրաքելական եկեղեցու ակնհայտ կերպով գործում են Հայաստանի շահերի դեմ։ Եվ այստեղ շատ դժվար իրավիճակում են հայտնվում իմ նման մարդիկ, որոնք մի կողմից լինելով հայրաքելական եկեղեցու ադեպտ, մյուս կողմից չեն կարող այս ամենը միանշանակ ընկալել եւ դուրս գալ այդ եկեղեցունի պաշտպանության, որովհետեւ ես նորից եմ ասում, սա ամենակարևորն է։ Ես տեսնում եմ, որ իմ եկեղեցին օգտագործում է շատ կեղտոտ քաղաքական խաղերի մեջ, որպես մանրադրամ։ Ինչու է եկեղեցին մտել դրա մեջ, ըստ պարոն Ստեփանյան, եւ ո՞րն է իր շահը։ Դուք ասացիք, որ շատ կարճ պատասխանեմ ձեր հարցին, որովհետեւ Եզրասը ԿԳԲ-ի գործակալ է։ Շատ կարճ։ Այսինքն ԱԱԾ-ն այդ առումով նաեւ փաստեր ունի, եթե նման խոսակցություններ առնվազն կան։ Եվ նման Եթե եկեղեցին այդ խոսակցությունները չի հերքում, եթե Եզրասը այդ խոսակցությունները չի հերքում, ուրեմն կան որոշակի փաստեր, որոնք վաղը կարող են հրապարակվել։ Եվ եթե այդ փաստերը հրապարակվեն, սա հերթական հարվածն է լինելու եկեղեցու իմիջին, ամբողջ եկեղեցու իմիջին, ոչ թե Եզրասի, այլ կամ Գարեգինի, այլ ամբողջ եկեղեցու, ինչը ինձ համար շատ մեծ ցավ է պատճառում։ Օրենս նաև տեսանյութ հայտնվեց համացածում, պարոն Ստեփանյան, Մայրաթորի դիվանապետի հետ կապված Արշակ Սրբազանի։ Եթե մի կողմ թողնենք իրավական կոմպոնենտը, որը կա, եւ եթե չեմ սխալվում, քրեական գործ է նախաձեռնվել արդեն, բարոյական կոմպոնենտի մասով Արշակ Սրբազանը ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել, հեժյուրանք է դա պարզապես, եւ այսպես ըստ էության նաև հերքում չեղավ, սա որերորդ դեպքն է, երբ մենք լսում ենք հայտարարություններ կամ այս դեպքում օրինակ տեսաձայնագրություն եւ կարծես թե շատ սովորական մի բան է, որին պետք չի անգամ անդրադառնալ, սա սովորական երևույթ է, որին պետք չի անգամ մեկնաբանել, թե սա արդեն խնդիր է, եթե անդրադառնանք հարցի բարոյական կողմին, իրավական կողմը մի կողմ թողնենք։ Հարցը հենց այդ է, որ սա շատ մեծ խնդիր է այն պատճառով, որ դա սովորական է դարձել։ Ես անձամբ չգիտեմ այդ կադրերը, ինձ մոտ այդ կադրերը զզվանք են առաջացնում, անկեղծ ասեմ ձեզ միայն, ոչ թե դրա համար, որ դա անթույլատրելի է կամ ինչ-որ հոգևորական է, վերջը ներկայացված այդտեղ, մարդ, որը ներկայացնում է մեր եկեղեցին, սա զզվելի է իրականում, այն, որ դա չպետք է հրապարակվի, դա կարծում եմ միանշանակ է։ Այն, որ այդ ձայնագրությունը ստացվել է անօրինական միջոցով, կարծում եմ եւս միանշանակ է։ Այն, որ սա հերթական անգամ հարվածում է հավատացյալների զգացմունքներին, դա եւս միանշանակ է։ Եվ ամենամեծ ցավը նրանում է, ինչից ես սկսեցի, որ դա դարձել է սովորական բան։ Այսինքն սա միակ դեպքը չէ եւ իհարկե միակ դեպքը չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ եկեղեցական վերնախավը հիմնականում այդպիսի բաներով է զբաղվում։ Սա ես կարող եի սա նորմալ անցնել, եթե դա չլինի, չվերաբերվի մարդկանց, ովքեր եկեղեցու հոգևոր հայրեր են։ Հա, նորմալ է այդ ամեն ինչը, բայց իսեր Աստծո սա միանշանակ չի կարող անցնել մարդկանց մոտ, ես նորից եմ ասում, եւ սա հարվածում է եկեղեցուն։ Սա է ամենավատը այս ամեն ինչում։ Բայց այն, որ դա իհարկե չպետք է հրապարակվեր, դա կարծում եմ միանշանակ է, եւ այն, որ դա որևէ լավ բանի մասին չի խոսում, ոչ միայն մեր եկեղեցու, այլ նաև պետական ապարատի մասին, դա էլ կարող է միանշանակ պնդել։
Եվ չեն դադարում խոսակցությունները, հատկապես իդեպ նշեմ հոգևորականների շրջանում, որ շուտով պատրաստվում են ձերբակալել կամ կալանավորել կաթողիկոսին, իրավապահ համակարգը գնալու է նրա ետևից եւ հայտարարություններ են հնչում, որ կաթողիկոսը ամեն դեպքում չի հրաժարվելու կաթողիկոսությունից եւ անգամ ԱԱԾ-ից կամ իր կալանավայրից ինքը պատրաստվում է այդ գործողությունները իրականացնել։ Նախ ըստ ձեզ կան այդ հիմքերը, որ Գարեգին Բ-ն կարող է անցնել որոշակի քրեական վարույթներով եւ ինչու է հենց եկեղեցական որոշ այսպես հոգևորականներ սկսել են խոսել այն մասին, որ կաթողիկոսի ետևից կարող է գնալ իրավապահ համակարգը։ Այդ հիմքերը կան ըստ ձեզ։ Գիտեք, ես 2005 թվականից սկսել եմ զբաղվել լրագրողական գործունեությամբ, հետո դա փոխարինվել է փորձագիտականով եւ այդ 20 տարվա գործունեության արդյունքներով ես կարող եմ հավաստիացնել, որ հիմքեր կան։ Ինչպիսին են այդ հիմքերը, պարոն Ստեփանյան։ Տարբեր եկեղեցու տակը Գարեգին Բ-ի գահակալության տարիներին շատ կեղտ է հավաքվել։ Սա կարծում եմ ակնհայտ է մի 2-3 գործ ժամանակին, որոնք մեծ ռեզոնանս են ստացել մեր ԶԼՄ-ներում, տարիներ առաջ։ Ես անձամբ եմ լուսաբանել եւ ֆինանսական գործունեության հետ կապված նրա ոչ պատշաճ կաթողիկոսին, ոչ հարիր պահվածքն է կապված մեր լեռներում գտնվող վանքերի հետ եւ այլն, կա նաեւ այլ պատմություններ, որոնց մասին չեմ ուզում նույնիսկ հիշատակել։ Այնպես որ այդպիսի հիմքերը կան եւ այն մարդիկ, որոնք խոսում են այդ հիմքերի մասին, իրենք են դա շատ լավ հասկանում, որ իշխանությունը այո կարող է գնալ դրան։ Այդ կեղտը մի օր պետք է դուրս գա եւ այդ կեղտը հիմա դուրս է գալիս քայլ առ քայլ, մաս առ մաս, այնպես որ այո հիմքեր միանշանակ կան։ Չգիտեմ իշխանությունը կգնա այդ քայլին թե ոչ, բայց ես կարող եմ մի բան նշել ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կաթողիկոսը ինձանից ոչ մի բանով թող ավել չլինի։ Եթե կա տվյալ դեպքում հանցագործություն, այն պետք է պատժի ու ուզում է լինի։ Այսինքն կաթողիկոսը անձեռնմխելի չի, ինչպես օրինակ։ Ինձ համար ոչ, ես չգիտեմ իրենց եկեղեցական կանոններով ոնց է դա, բայց կա սահմանադրություն, կան օրենքներ եւ կարեւոր չէ գողը կամ հանցագործը տվյալ դեպքում եկեղեցականի հագուստով է, թե սովորական քաղաքացի։ Հայտարարություններ են նաև հնչում, որ այս իշխանությունները ոչինչի առաջ չեն կանգնում, հարձակվել են Մայրաթորի վրա, կարող են ձեռք բարձրացնել անգամ սրբությունների վրա, սրբություն նկատի ունենալով նաև կաթողիկոսին։ Եվ իդեպ մեր ձևով շարժման այսպես առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ այդ մասին երկար տեքստեր էր գրել կալանավայրից եւ ասում էր, որ այո, այս իշխանությունները անցան վերջին այսպես կարմիր գծերը եւ այսպես շարունակ հարձակվելով եկեղեցու վրա եւ այդ կեղծ պատարագը իրականացնելով հիմա նաև այս ուժերի համար եկեղեցին քաղաքական վահան է հանդիսանում, թե նրանք իսկ իրականում շատ ավելի քրիստոնյա են եւ շատ ավելի հավատացյալ են, քան օրինակ մենք, դուք եւ կամ։ Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին, եկեղեցին այո, ինչ որ առումով նաև վահան է, բայց առաջին հերթին եւ դա շատ ցավալի իրողություն է մանրադրամա։ Մեր քաղաքական պայքարում եկեղեցին օգտագործում է եկեղեցու անունը որպես մանրադրամ։ Եվ այդ օգտագործողները, սա էլ է մեծ ցավ պատճառում, հենց Գարեգին Բ-ն է եւ իր որոշ arczepiskoposները, հայտնի է Սրբազան ճակերտավոր շարժումից սկսած, այդ գործընթացը դուրս եկավ ջրի երես։ Գործընթացը վաղուց է եղել։ Տեսեք ինչ է տեղի ունեցել։ Եթե օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եկեղեցին օգտագործվում էր Քոչարյանի կողմից որպես սեփական իշխանության հենասյուներից մեկը, եւ դա նաեւ արտահայտվել է սահմանադրությունում 2005 թվականին, եթե ես չեմ սխալվում, ինչը 10 տարվա ընթացքում շատ լուրջ փոփոխություններ եղավ։ 95-ի սահմանադրությունը այդ առումով շատ մեծ փոփոխությունների ենթարկվեց։ Եվ եկեղեցին այդ տարիներին ծառայում էր իշխանությանը։ Հետո երբ որ եղավ իշխանափոխություն 18-ից հետո եկեղեցին այլևս իշխանությանը որոշեց չծառայել։ Ես չեմ ասում դա լավ է թե վատ։ Փաստ եմ արձանագրում եւ սկսեց գործել իշխանության դեմ։ Այստեղից ես հարց ունեմ այդ նույն եկեղեցու վերնախավին։ Ինչ տեղի ունեցավ 18-ին։ Ինչու միջև այդ դուք սպասարկում եք իշխանության շահերը, 18-ից հետո որոշեցիք չսպասարկել։ Ինձ համար միանշանակ անընդունելի է, երբ որ եկեղեցին սպասարկում է իշխանության շահը, ուզում է լինի։ Բայց իրենք այդ բանը արել են, դա ակնհայտ էր։ 18-ից հետո որոշեցին չանել եւ սկսեցին աշխատել իշխանության դեմ։ Ինչ տեղի ունեցավ։ Այս հարցի պատասխանը երբ որ մենք ստանանք, մենք կհասկանանք
ամեն ինչ կատարվում է եկեղեցու շուրջ վերջին տարիներին։ Այսինքն եկեղեցին, որը պետք է լիներ վեր ամեն ինչից, վեր կուսակցական նաև, սկսել է հստակ քաղաքական պատկերացում։ Դա առաջինը։ Իրենք չպետք է դրանում, բայց մասնակցել են։ Հիմա 18-ին ինչ տեղի ունեցավ, որ իրենք անցան այն կողմը։ Իշխանամետ ուժից абսուրդ է, չէ՞, եկեղեցին իշխանամետ ուժ էր։ Դարձել է հակաիշխանական։ Ինչով է տարբերվում այս ԿՊ-ի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Միգուցե քաղաքական կուրսը իրենց սրտով չի եւ կամ ինչպես իրենք են ասում դերակատարներ, օրինակ Աջապահյանն ասում էր մեծ տղամարդ առաջնորդ է պետք Ռոբերտ Քոչարյանի նման։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը տղամարդ առաջնորդ է, տղամարդ առաջնորդը սեփական երկիրը չէր վաճառի եւ չէր նվիրի այլ երկրի։ Ինչը նա արեց։ Դա մեղմ ասած տղամարդկություն չի։ Դա մեկ։ Եվ երկրորդը միգուցե ինչու ոչ, միգուցե նորից վերադառնանք այն թեզին, որը վարչապետ Փաշինյանն է պնդում, առաջ քաշում, որ Եզրասը ԿԳԲ-ի գործակալ է։ Ինչպես կարող է ԿԳԲ-ի գործակալը եւ ԿԳԲ-ի գործակալները աշխատեն մի քաղաքական ուժի օգտին, որը փորձում է մեր երկիրը այդ ԿԳԲ-ի ենթակայության տակից դուրս հանել։ Հակասությունները այստեղ են ասես։ Ես կարծում եմ, որ այո, եւ անձամբ իմ վերաբերմունքը, իմ բացասական, չափազանց բացասական վերաբերմունքը այդ հոգեվորականների կոնկրետ, ոչ թե եկեղեցու, կոնկրետ այդ հոգեվորական թիվ 1 պատճառը դա է։ Եկեղեցին դարձրել են մի ռումբ այդ պարոնները, որը դրվել է հայոց պետականության տակ։ Եվ այսօր այդ նույն մարդիկ եւ այդ նույն մարդկանց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը նշում են, որ եկեղեցին Փաշինյանը եւ ԿՊ-ն ոչնչացնում են որպես պետական ազգային ինստիտուտ, այն դեպքում, երբ որ իրականում տեղի ունենում ուղիղ հակառակը։ Եվ սա ցավալի է։ Պարոն Ստեփանյան, այդ պարոնները ձեր խոսքով ասած, չեն ուզում գնալ, թե չեն կարող գնալ։ Ուր։ Չեն այդ հրաժարվել, այո։ Եվ չեն ուզում եւ չեն կարող։ Երկուսը միասին։ Չեն ուզում, որովհետև այդ դեպքում դեռ շատ բաներ է բացվելու, շատ պիկանտ մանրամասներ, այսպես ասեմ, եւ չեն կարող, որովհետև իրենց առաքելությունը չեն ավարտել։ Առաքելությունը ավարտին հասցված չէ։ Հայաստանը չի արժանացել Արցախի ճակատագրին։ Նպատակը դա է։ Այո։ Եթե մենք փորձենք վերլուծել, գիտեք, ես չեմ ասում հենց նպատակը ամբողջովին դրվել է, հա, ասենց քայլ առ քայլ այդ նպատակ, չէ, բայց այդ գործողությունները, որոնք արել են մեր բոլոր իշխանությունները 91 թվականից սկսած, 94 թվականից սկսած, վերել են նրան, որ մենք Արցախը կորցրեցինք։ Մենք դա արել ենք ի շահ եւ ի նպաստ Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի, ոչ թե հայկական շահերի։ Հայկական շահերը երբեք առաջնայինը չեն եղել։ Մեր եկեղեցին առնվազն, ես չեմ ուզում շատ խորանամ պատմությունից, ոչ խորանամ շատ բան կարող եմ ասել, դες հարցազրույցը չի բավարար, չի երիքսին։ Գոնե Գարեգին B-ի լեգիսլատորայի տարիներին հայկական շահերը չեն սպասարկվել եւ առաջնայինը չեն եղել։ Ռուսաստանի շահերն են սպասարկվել։ Դուք չեք տեսնում Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին ինչպես է պաշտպանում նրան։ Իդեպ այդ հայտարարությունները օգնում են թե խանգարում են։ Խանգարում են իհարկե։ Խանգարում են իհարկե։ Նրանք կարող են ինչ-որ առումով օգնել միջև պայմանական այդ սեպտեմբերի 27-20 թվականի, երբ որ վերջնականապես պարզ դարձավ, որ Ռուսաստանը մեր բարեկամը չէ, կարող էին այն ժամանակ օգնել, որովհետև մեր հասարակության մեծամասնությունը միջև այդ պահը դեռ հավատում էր, որ Ռուսաստանը մեզ բարեկամ է։ Դե հիմա էլ այդպիսի մարդիկ կան, մոլորված մարդիկ, հուսով եմ, որ նրանց աչքերն էլ կբացվեն, բայց այն ժամանակ կարող էր օգնել, հիմա մենք խանգարվում ենք։ Բայց դա բնորոշ է ռուս քաղաքականությանը, իրենք շատ դեպքերում չեն գիտակցում, որ իրենց հայտարարությունով միայն իրենց այդ այսպես ասեմ, ենթականերին վնասում են միայն։ Եվ ամեն դեպքում, պարոն Ստեփանյան, անհասկանալի է, էլի, այս մարդիկ ինչու են այսքան վախենում պետականությունից, ինչն է այդքան վախենալու եւ օրինակ եթե այդ պետականությունը կորցնենք, դրանից իրենք ինչ շահ են ունենալու։ Եթե նպատակը, վերջնանպատակը դա է եւ հոգեվորականներից մեկն էլ օրերս հարցազրույց էր տվել եւ ասել էր, որ ժողովրդավարությունը ամենավատ կառավարման համակարգերից մեկն է։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես անձամբ վերջնական պատասխանը չունեմ։ Ես այսպես ասեմ, ես ժամանակին մտածում եի, որ այդ մարդիկ իրականում միայն եւ միայն շատ լավ հասկանալով խնդրի էությունը եւ հասկանալով, որ սա տանում է մեր կործանման,
Ուղղակի իրենց անձնական, հա, շահերն են հետապնդում, ֆինանսներ, հա, ինչ որ նյութական բարիքներ եւ այլն, բայց ես ժամանակի ընթացքում տեսնում եմ, որ իրենց մեջ կա շատերի մեջ, բոլորի մեջ կա համոզվածություն, որ միայն Ռուսաստանի այդ Ռուսաստանի տակ մենք կարող ենք գոյատևել։ Այդ կուսակցությունը 100 տարուց ավել, որը գոյություն ունի Հայաստանում, այդ մտածելակերպի կրողն է, այդ եկեղեցական վերնախավն է այդ մտածելակերպի կրողը, մեր որոշ նախագահները նախքին այդ մտածելակերպի։ Նրանց ուղեղում դա կարծրացած, ոնց մի կարծրատիպ է, որ առանց Ռուսաստանը մենք կորած ենք։ Ես հիմա ձեզ օրինակ բերեմ, ես շատ լավ օրինակ է դա, ցավոք մենք ունենք այդ օրինակը, այն Արցախի ղեկավարները, որոնք այսօր Բաքվի բանտում են, այդ նույն մտածելակերպի կրողներ են։ Նրանց Ռուսաստանն է հանձնել Ալիևին։ Ռուսաստանը անձամբ իրենց հանձնել է Ալիևին։ Իրենք երթվում էին Ռուսաստանի անունով։ Իրենք փորձում էին Հայաստանի Հանրապետության նոր ղեկավարությանը համոզել, որ միայն իրենց բառերն եմ ասում ձեզ հիմա, փրկությունը միայն Ռուսաստանն է։ Միայն ԿԳԲ-ն է, հենց ԿԳԲ-ն, ոչ թե ՖՍԲ-ն, ԿԳԲ-ն, սա էլ է շատ բանի մասին խոսում։ Մենք պետք է իրենց հետ լավ լինենք, որ Ռուսաստանը այդ մարդկանց հանձնել է Ալիևին։ Հիմա ես ձեր հարցի պատասխանը հստակ չունեմ, բայց ես կարծում եմ, որ այստեղ կա երկու հիմնական հանգամանք։ Մեկը դա անձնական շահն է, որ իրենք տեսնում են անձնական շահը Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ իրենք այստեղ կլինեն բդեշխ, ոչ թե կլինի ժողովրդավարություն, այլ կլինի բդեշխություն, ավտորիտար ինչ-որ բան, իրանք էլ այդ ամեն ինչից կօգտվեն, ժողովրդին կճնշեն եւ կծառայեցնեն ամբողջս երկիրը Ռուսաստանին եւ Ռուսաստանի շահերին։ Եվ երկրորդը դա այն է, որ իրենք իրոք հավատում են, որ միակ ելքը, միակ փրկությունը դա է։ Այսինքն մենք նաև արժեհամակարգային խնդիր ունենք, գոնե այս զանգվածի կամ հատվածի մասով, որ դուք խոսում եք, այսինքն նախկին նախագահները միանշանակ։ Ես շատ եմ զարմանում, հիմա ես որ դա ասում եմ, բայց դա իրոք այդպես է։ Այնտեղ կան իրոք երթևյալներ, որոնք իրոք կարծում են, որ ժողովրդավարությունը վատ է, անկախությունը վատ է, մենք կարող ենք գոյատևել միայն ռուսի պոչը բռնելով, սա իրենց լեքսիկոնն եմ ես հիմա օգտագործում, եւ որոնք չեն գիտակցում, որ Հայաստանը կարող է լինել ուժեղ միայն մեկ դեպքում, երբ որ իրական անկախություն ունենա։ Նրանք չեն գիտակցում, որ 21-րդ դարը սա է մեզ թելադրում։ Նրանք դեռ 20-րդ դարում են, նրանք դեռ սովետական միության հուշերի ճիրաններում են, նոստալգիայի ճիրաններ, թող նաև այն մարդիկ, որոնք Բաքվում միանստած են։ Եվ ես միշտ այդ հարցը տալիս եմ ինքս ինձ, մարդկանց ում հետ բանավիճում եմ, խոսում եմ։ Լավ, այս Արցախի ղեկավարության օրինակը, այս մնացածներին, որոնք Երևանում են, ցույց չի տվել, թե իրենց ինչ է սպասում։ Որ սա կարող է նաև իրենց սպասել վաղը, եթե փուռը տանես երկիրը, հա։ Ու պատասխանը չունեմ, երևի թե նրանք մտածում են, որ իրենց ինչ որ հատուկ են, իրենք հատուկ մարդիկ են, ընտրյալներ են, նվիրյալներ են։ Միգուցե նաև կոմպրոմատներ կան, պարոն Ստեփանյան, որովհետև այս ընթացքում մենք տեսնում ենք, որ օրինակ նույն Արշակ Սրբազանի հետ կապված այդ տեսաձայնագրությունները 10 տարվա վաղեմության են, այսինքն դրանք նոր չեն արվել։ Այստեղից էլ տարօրինակ հարցեր է առաջանում, թե ինչու են արվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նման տեսաձայնագրություններ եւ ինչու են նաև հիմա օգտագործվում եւ այսպես շարունակ, այսինքն միգուցե նաև կոմպրոմատներ կան։ Ոչ թե միգուցե, այլ կոմպրոմատներ կան համարյա բոլոր այդ մարդկանց վրա, ովքեր զբաղվել են անօրինական գործողություններով, գործունեությամբ, իսկ այդպիսի գործունեությամբ, ես ցավով եմ դա նշում, զբաղվել են մեր գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը։ Նաև հոգևորականների մասով, եթե խոսենք, պարոն Ստեփանյան, օրես երբ այդ տեսաձայնագրությունները հայտնվեցին համացանցում, խոսվում էր, որ ավելի սահմռկեցուցիչ տեսարաններ կան եւ ավելի սահմռկեցուցիչ տեսաձայնագրություններ կան, ընդհանուր մանկապղծության մասին է խոսք գնում եւ կարող ենք ենթադրել, որ ամեն դեպքում նման ձայնագրություններ կամ տեսաձայնագրություններ առնվազն ԱԱԾ-ի ձեռքի տակ կարող է լինել։ Ես չեմ կարող ենթադրել, թե ինչ ձայնագրություններ կան եւ ում վրա, բայց ես կարող եմ ձեզ պատասխանել այսպես. Քանի որ եկեղեցին առնվազն Գարեգին II-ի ձեռամբ դարձել է քաղաքական գործընթացների մաս, եւ դա եղել է ոչ այսօր։ Դա առնվազն եղել է Ռոբերտ Քոչարյանի լեգիսլատուրայի տարիներին։ Ես իզուր նշեցի, որ ինքը դարձրել է եկեղեցին իր սեփական հենարանը, հենարաններից մեկը։
Այդ պահից սկսած նրանք դարձել են քաղաքական գործընթացների մասնակից։ Իսկ քաղաքական գործընթացների մասնակիցը չի կարող չդառնալ քաղաքական գործունեության եւ վերահսկողության թիրախ, այսպես պատասխանեմ ես։ Իսկ դա բերում է այն վիճակի, որը մենք այսօր ունենք։ Պարոն Ստեփանյան, թեև հիմա որոշ հոգևորականներ եկեղեցին այսպես չի թաքցնում իր սատարումը մեր ձևով շարժման հանդեպ ունեցած այսպես եւ նաեւ վերաբերմունքը, բայց ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հատուկ վերաբերմունք կա եւ իրենք էլ չեն թաքցնում, բարբերաբար հայտարարում են 21 թվականին մենք տեսանք այդ ելույթները, կոչերը։ Այդ օրգանական կապը որտեղ է Ռոբերտ Քոչարյանի եւ ամենայն հայոց կաթողիկոսի միջեւ, որն է այդ կապը, որ ամեն դեպքում չի կտրվում։ Լավ կոմֆորտ ապրոստի տարիների իրենց համար հերանելի, երբ որ ինք շատ լավ եւ կոմֆորտ էին ապրում, անում էին ինչ ուզում էին եւ որևէ մեկը իրենց չէր խանգարում, դա մեկ, այսինքն սեփական կաշին։ Եվ երկրորդը ռուսներին ծառայություն, որոնք նրանք ակնհայտ կերպով մատուցում են։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այս երկու կոմպոնենտն են։ Այսինքն այստեղ էլ խնդիրը անձնապես Նիկոլ Փաշինյանը չէ, որին օրինակ Բագրատ Գալստայնյանը ներ էր անվանում եւ այսպես շարունակ։ Խնդիրը քաղաքական նաեւ հայացքներն են եւ կուրսը Փաշինյանը չխանգարեր եկեղեցու վերնախավի գործունեությանը, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, եթե Նիկոլ Փաշինյանը իրական պրոռուսական քաղաքականություն վարեր, նույնիսկ 20 թվականից 23 թվականից հետո նրանք որևէ խնդիրներ Նիկոլ Փաշինյանի հետ չէին ունենա, որովհետև այդ խնդիրները չէր ունենա Կրեմլը։ Լավ, Կիլիկիո կաթողիկոսի մասին ինչ կարող եք ասել, որովհետև այնտեղից էլ մենք վերջին շրջանում այսպես տարօրինակ հայտարարություններ ենք լսում, կարծես թե միացել է այն բանակին, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, անգամ ասում էր, որ տեղը եւ այդ աթոռը պետք է զիջել ավելի երիտասարդներին, մեր ձևով շարժման ներկայացուցիչները դա կիսվում են իրենց պատերին, սա ինչ կարող է նշանակել։ Կարող ենք ենթադրել, որ Կիլիկիո կաթողիկոսը նույնպես սատարում է մեր ձևով շարժմանը եւ կամ քաղաքական այս process-ների մեջ է մտել։ Եթե դնենք մեր ձևով շարժումը մի կողմ, քաղաքական ոչ թե մտել է, այլ վաղուց է եղել քաղաքական process-ների գործընթացների մաս, ուղղակի աշխատել է այլ տիրույթում, ոչ թե սովետական միության տարածքում, այլ Սփյուռքում։ Բայց նպատակները եւ առաքելությունը նույնն է եղել։ Այդ մարդիկ նույն ձևով, եթե դուք ես հարցը ինձ 10 տարի առաջ տայիք, ես ձեզ չէի պատասխանի այսպես, բայց ես այս ժամանակի ընթացքում համոզվել եմ, որ դա այդպես է։ Իրանք էլ են սպասարկում այդ Ռուսաստանի շահերը։ Ես չգիտեմ ինչու։ Ես չգիտեմ ինչպես են իրենց վերբով կա արել կամ չեն արել, թե ոնց է եղել, ես չգիտեմ այդ մանրամասները, բայց փաստը սրա մասին է խոսում։ Իրենք ունենալով տարբեր մոտեցումներ եկեղեցու զարգացման, հայեցակարգի շուրջ, ունեն մեկ մոտեցում այս հարցի շուրջ, թե ինչպեսին պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին կողմնորոշումը։ Սա ինձ մոտ հարցեր է առաջացնում։ Ինչու։ Սա ակնհայտ է։ Այդ Արամ Վեհափարի վերջին այդ ելույթը, երբ որ ինքը կոչ է անում, որպեսզի իշխանությունը նորացվի, ավելի երիտասարդ մարդիկ կան, դա որքանով ես գիտեմ իրենք երիտասարդ են, եթե համեմատենք մնացած իշխանությունների հետ։ Եվ երկրորդը, իսկ ինչու Արամ առաջինը կամ Գարիգին Բ-ն կամ մնացածները չեն մտածում, որ իրենց փոխելու ժամանակն է եկել։ Թե իրենք այդ ամենից վեր են։ Իսկ ով է ասել, հարցում արեք էլի մի անգամ փողոցներում, մարդիկ ինչ են մտածում։ Արդյոք մեր եկեղեցին չպետք է սկսի կերպարանափոխվել։ Արդյոք մեր եկեղեցին չպետք է իր վրից այդ գործակալի խարանը մաքրի։ Սա խարանա չէ։ Այսինքն իրենք հասցրել են մի վիճակի այդ կառույցը, հեղինակավոր կառույցը, որ արդեն մարդիկ չեն հավատում։ Այդ սեկտաները Հայաստանը որտեղ են այդքան բարգավաճում ծլում ծաղկում։ Հենց այնպես չի, չէ՞։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Իսկ ինքը դատարկ է։ Եթե եկեղեցին իր գործառույթները կատարի։ Այսինքն եկեղեցու անգործությունն է դրան բերել։ Միանշանակ եկեղեցու անգործությունը այնտեղ, որտեղ ինքը պետք է գործի, եւ եկեղեցու բուրըն գործունեությունը ներքաղաքական դաշտում։ Սա է խնդիրը, սա լուրջ կոնցեպտուալ խնդիր է, որը պետք է լուծումը ստանա։ Եվ պարոն Ստեփանյան, քանի որ ասացիք հարցում անցկացրեք, օրերս հարցում էինք անցկացնում, իդեպ քաղաքացիների մեծ մասը խոսում էր այդ ամեն ինչի մասին, որ կաթողիկոսը կին ունի, ընտանիք ունի, կալվածքներ ունի, հարստություններ ունի, նա չի եղել ամենայն հայոց կաթողիկոս եւ պիտի հեռանա, այս պահանջը ամեն դեպքում ժողովրդի մոտ էլ կա, այնպես չի որ դա միանձնյա պահանջ է վարչապետի կողմից, բայց ամեն դեպքում կաթողիկոսը անձամբ իհարկե չի հայտարարել, բայց որոշ հոգեվորականների շուրթերից հայտարարում է, որ
ականջալուրջ չէ, չի հեռանալու, անգամ ԱԱԾ-ի պատվալից, ինչպես ասացի, ինքը իր գործառույթները կատարելու է։ Այդ աթոռին այդքան կարճած լինելու նաև խնդիրը որն է, միգուցե կաթողիկոսն էլ դժվար է դրա հետ բաժանվել կամ, չգիտեմ, իսկապես հավատացյալ մարդ է։ Ցավոք, սա իմ անձնական տպավորությունն է, մեր եկեղեցու վերնախավում շատ քիչ հավատացյալ մարդիկ կան իսկապես։ Սա ցավով եմ նշում։ Սա դնենք մի կողմ։ Երկրորդը, իրենք չեն կարող հրաժարվել իշխանությունից։ Չկա այդպիսի մարդ, որ իր կամքով իշխանությունից հրաժարվի։ Կլինի դա եկեղեցական, թե կլինի դա քաղաքական գործիչ։ Սա իրականությունն է։ Իշխանությունից հրաժարվում են մեկ դեպքում, երբ որ քո առջև դնում են այնպիսի կոմպրոմատ կամ այնպիսի պայմաններ, որոնք անհամատեղելի են քո հետագա իշխանավորության հետ։ Սա է իրականությունը։ Կարագինը կգնա այդ ճանապարհով, ինքը չի հրաժարվի եւ ինքը կտանի եկեղեցին պարակտման ճանապարհով։ Նույնիսկ այսպիսի մի տեղեկատվություն կար, դեպ կարծում եմ սա արժանի է առնվազն վերլուծության, որ նրանք արդեն իրենց պահոստային աերոդրոմը ունեն, այդ կաթողիկասարանը իրենց ասելով տեղափոխել Մոսկվա։ Այսինքն այդ խոսակցությունները պարզապես բամբասանքի մակարդակի խոսակցություններ չեն։ Ես կարծում եմ իրենք կգնան դրան, եթե իրենք հասկանան, որ այստեղ այլևս չեն կարող իշխանություն ունենալ եկեղեցում, Սուրբ Էջմիածնում, նրանք կարող են այդ քայլի գնալ եւ մենք ունենանք երրորդ կաթողիկոսարան արդեն, հիմա էլ Մոսկվայում, Ռուսաստանում։ Նա կհայտարարվի իսկական, իրական, չգիտեմ, ինչպես են ասում, հա, правительство возгнания, այսպես մի բան, ու սա այսպես մի բան։ Կտանեն հերթական անգամ պարակտման ճանապարհով։ Եթե ամփոփենք, պարոն Ստեփանյան, դուք հանգուցալուծում եք, ինչպես եք տեսնում, ինչպես եք պատկերացնում եւ այս գործընթացը, որը նաեւ նախաձեռնել է վարչապետը, ինչ որ իմաստով նաեւ առաջնորդում է, ինչ հանգուցալուծման կարող է գալ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ գոնե եկեղեցականների կողմից այդ մոտեցումը չկա, որ իրենք պատրաստ են գնալ, հեռանալ կամ շատ հեշտ գնալ։ Ուր կարող է հասնել միջև այս process-ը եւ նաեւ վտանգների մասին որքան էլ որ խոսեցիք, սա ինչ վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել, հատկապես որ մենք հասկանում ենք, թե ինչ վտանգավոր հիմա շրջան ենք ապրում, նախընտրական process է եւ այսպես շարունակ։ Ես ելքը մեկն է, դա իմ ինքնամաքրումն է։ Եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից, որովհետեւ կան շատ մեծ քանակով հոգևոր հայրեր, որոնց ես այդ թվում նաև անձամբ եմ ճանաչում, որոնց վրա այդ խարանները չկան։ Այդ background-ը, հա, նեգատիվ background-ը չունեն իրենք։ Իրենք պետք է ներսից այդ գործընթացը սկսեն։ Ես չեմ կարծում, որ ճիշտ է, երբ որ քաղաքական իշխանությունը խառնվում է եկեղեցու գործերի մեջ, նորից եմ ասում, դա ունի հիմնական եւ հստակ պատճառ, որ եկեղեցին է խառնվել պետական գործերի մեջ, այսինքն սա պատասխան է եղել։ Նու դա էլ դնենք մի կողմ։ Եվ սա միակ ճանապարհն է ինքնամաքրումը, իրենք պետք է ներսից այդ ավգյան ախորները սկսեն մաքրել, որովհետև այլ ճանապարհ չկա։ Եվ այսպիսի եկեղեցին, որը ամեն օր կորցնում է իր իմիջի մի մասը հավատացյալների աչքերում, սա որևէ լավ տեղ մեզ չի տանում, սա տանում է, ինչպես ես նշեցի, պարակտման, եւ այստեղ կան շատ լուրջ վտանգներ, որովհետև լավից վատից մենք ունենք մի ինստիտուտ, որը ունի կրում է ազգային խորագիր, կրում է, բայց որքանով այն իրականում ազգային, սա մեծ հարց է։ Եվ ես կարծում եմ, որ միայն ինքնամաքրումն է, երբ որ իրենք ներսից այդ խնդիրները սկսեն լուծել եւ ազատվեն այսպիսի ղեկավարությունից, որը բերում է մի իրավիճակի, երբ որ եկեղեցին այսօր շատ դեպքերում արքիեպիսկոպոս, կաթողիկոս բառը ասոցացվում է աթեիստի հետ։ Երբ որ ես այդ բանը գրեցի, ինձ շատերը ասացին, ինչի է աթեիստներին վիրավորում։ Այսպիսի տրամադրություններ կան մեր հասարակությունում։ Սա շատ վատ է, սա տանում է կատաստրոֆայի։ Ես հույս ունեմ, որ եկեղեցու ներսում կգտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ կառույցը շատ լուրջ վտանգի տակ է, որ գնալով իրավիճակը միայն վատանալու է։ Ինչքան մենք մոտենում ենք հունիսի 7-ին, հա, ընտրությունների, այնքան վիճակը վատանալու է, մենք շատ կոմպրոմատներ ենք տեսնելու, շատ կեղտ է դուրս գալու, շատ կեղտ է թափվելու, եւ այդ ամենը եկեղեցու համար եւ մեր բոլորիս համար, հավատացյալների համար ունենալու է միայն բացասական հետևանքներ, այնպես որ եթե նրանք չեն ուզում, որ այդ գործընթացները շարունակվեն այսպեսով զարգանալ, եկեղեցու ներսից պետք է սկսվի այս գործընթացը եւ ավարտվի նրանով, որ լինի նոր կաթողիկոս, նոր արքիեպիսկոպոսներ եւ եկեղեցին վերջապես սկսի ծառայել հայ ժողովրդին
հայոց պետականության, այլ ոչ թե օտարին։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։